Հարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես ժողովուրդ օրաթերթի գրում է. Հայաստանի երբեմնի սուպեր նախարար Գագիկ Խաչատրյանը, ով 2019 թվականից քրեական հետապնդման է ենթարկվում, մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման եւ խոշոր չափի գումարի վատնման համար, որդիները փողերի լվացման, եղբորորդին վատման համար եւ այսպես շարունակ։ Օրաթերթը ուսումնասիրելով Խաչատրյանների նկատմամբ ներկայացված մեղադրանքները արձանագրեց, որ այս տարի 2026 թվականին դեռևս որևէ դատական նիստ չի կայացել։ Բանն այն է, որ դատարանը թույլատրել է Գագիկ Խաչատրյանին մեկնել արտերկիր բուժման նպատակով, սակայն Հայաստանի քննչական կոմիտեն նրան թույլ չի տալիս լքել երկիրը։ Այսպիսով նիստերը դեռ կշարունակվեն չկայանալ, քանի որ նա միայն բուժումից հետո ի վիճակի կլինի ներկայանալ նիստերին, իսկ բուժումն էլ արտերկրում արգելված է, ուստի ստացվում է, որ այս գործընթացը երկար կշարունակվի։ Ասել է, թե Գագիկ Խաչատրյանին Նիկոլ Փաշինյանը 2019-ից դատում է ու դատում, բայց դեռ չի կարողանում, արդեն 7 տարի անցել է այդ օրվանից։ Պետք է նկատել, որ Գագիկ Խաչատրյանը նախորդ իշխանության այն կերպարներից մեկն է, որը ըստ էության գործարքի մեջ է գտնում Նիկոլ Փաշինյանի հետ, Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, եւ ելնելով այդ գործարքի տրամաբանությունից, այո, դատական այս գործերը կմնան, քաշքշուկի իբրև թե կմնա, բայց իրական գործողություն չի արվի, եւ Փաշինյանի համար էլ ձեռնտու է, որ դատական process-ը չավարտվի, որտեղ համ այս մարդկանցից օգուտ կստանա, համ քաղաքական նպատակով կօգտագործի մինչև ընտրություններ, խոսելով Թալանի եւ մնացածի մասին, բայց միևնույն ժամանակ Թալանի մասին խոսելով, երբ այս մարդու որդիները մեղադրվում են փողերի լվացման մեջ, նրանց բիզնեսների շնորհանդեսներին իշխանության ներկայացուցիչները մեծ հաճույքով մասնակցում են։ Նշանակում է փողերի լվացումը կա, այդ փողերի լվացված փողերով առաջ գնացող բիզնեսները կան, ԿՊԱ-կանները այդ բիզնեսների շնորհանդեսներին կան։ Իսկ ժողովուրդը թող շարունակի հետևել այն տեսարաններին, որ հանրային հեռուստաընկերությունը կամ իշխանական մեդիաները ցույց կտան։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱԺՔՊ խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը երեկ իր հայտարարություններով խաթարել է ողջ ԿՊ խմբակցությանն ու Վերնախավին։ Օրաթերթը իշխանական աղբյուրներից տեղեկանում է, որ երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի այնուհետև ճեպազրույցի ժամանակ Հայկ Սարգսյանի հայտարարությունները սկսել են անհանգստացնել ԿՊ Վերնախավին։ Բանն այն է, որ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին, այնուհետև Սուրեն Պապիկյանին բանակում արկա խնդիրների մասին բարձրաձայնելով։ Նրա հայտարարությունները ըստ աղբյուրների դուրս են եկել ներխմբակցական ընդունված սահմաններից եւ դարձել են քննարկման առարկա իշխանության տարբեր մակարդակներում։ Այսինքն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Սարգսյանին սատարում է, բայց Ալեն Սիմոնյանին չի պատժում։ Այս թեմայով խմբակցությունը բաժանվել է մի քանի խմբի, մի խումբը նրանք են, ովքեր ներքին քննարկումներում պաշտպանում են Սարգսյանին։ Մի հատվածի կարծիքով չպետք էր այս նախընտրական փուլում Հայկ Սարգսյանը նման սկանդալային հայտարարություններով հանդես գար։ Մի մասն էլ համարում է, որ պետք է Քոչարյանն ու Սիմոնյանը պատժվեն ներկուսակցական ինտրիգների համար։ Իդեպ Հայկ Սարգսյանը իր ելույթում բաց տեքստով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն իր թիկունքին է ու իր ոտքի տակը ակնհայտորեն փորում են Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը։ Նկատենք, որ երեք այս վեճի ֆոնին Անդրանիկ Քոչարյանը արեց մի հայտարարություն, որը կարծեմ այս տարվա ընթացքում երկրորդ անգամ բացում է քաղաքացիական պայմանագրի իրական վերաբերմունքը բանակին եւ զինծառայության գնացող մեր հայրենակիցներին։ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ իր որդին բարձրակարգ տղա է, մարդ է, դրա համար ինքը չի ծառայում եւ դիմելով լրագրողին ասաց, որ եթե դու էլ այդքան գիտելիք ունենայիր, դու էլ չէիր ծառայի, զինծառայություն չէիր անցնի։ Սա ինչ է նշանակում։ Սրանից առաջ հիշում եք առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրված Հռիփսիմե Հունանյանը, կարծեմ, այո, հայտարարեց, որ մենք պիտի մեր երեխաներին տանք կրթության եւ տրամաբանությունը սա էր, որ եթե կրթված մարդ ես, բանակ չպիտի գնաս, եթե լավ կրթություն ես ստանում, բանակից հեռու ես մնում։ Սրանից հետո այս մարդուն ազատեցին հանձնաժողովի նախագահի պաշտոնից, հրաժարական տվեց, նաեւ հայտարարեց, որ ԿՊ-ի ցուցակ չի գնալու։ Վստահ եմ Անդրանիկ Քոչարյանին չեն կարողանա այդպես պատժել։ Նիկոլ Փաշինյանի պոչը Անդրանիկ Քոչարյանի ոտքի տակ է, բայց մյուս կողմից սա շատ հետաքրքիր հայտարարություններ է։ Քաղաքացիները, որոնց որդիները գնում են
զինծառայության, թող իրենք մտածեն, թե ում են տալիս իրենց ձայնը, փաստորեն իրենք տալիս են քաղաքացիական պայմանագրին, որի ներկայացուցիչները իրենց մեզ բոլորիս համարում են ցածրակարգ, որովհետև մենք զինվորական ծառայություն ենք անցել։ Հրապարակ օրաթերթը գրում է. գրել էինք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարտի 3-ին իր օգնական Յուրա Բազինյանին ազատել է պաշտոնից։ Յուրա Բազինյանը Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Ղալումյանի մանկության ընկերն է, նա արդեն նոր պաշտոն ունի, նշանակվել է Հայաստանի էլեկտրական ցանցերի աղստև մասնաճյուղի տնօրենի խորհրդական։ Հեծը Սամվել Կարապետյանից խլելուց հետո դարձել է ԿՊԱ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորելու հիմնարկ։ Բազինյանը նաև 2022 թվականից Տավուշի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է։ Տավուշի մարզի մյուս թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը Նոյեմբերյան քաղաքում է։ Այդ հանձնաժողովի նախագահն էլ ոստիկանության նախկին սպա Արկադի Հարությունյանն է։ Նա էլ Սամվել Կարապետյանից հեծը խլելուց հետո Էլ-ցանցերի աղստև մասնաճյուղի Նոյեմբերյանի Էլ-ցանցի ղեկավար է նշանակվել։ Ինչպես տեսնում եք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեծը օգտագործում է հենց այն նպատակով, որի մասին բարձրաձայնում էին ընդդիմադիրները, այն է հեծը, որը ունի մի քանի հազար աշխատակից, օգտագործել քաղաքական նպատակներով, ընտրական process-ի ժամանակ դիվիդենդներ շահելու նպատակով։ Եվ ոչ միայն այդ 7000-ից ավել ձայները ստանալու նպատակով, այլ նաև իրենց տեղերում ձայներ հավաքողներին նշանակել այդտեղ պաշտոնի, որպեսզի աշխատավարձնել հեծը վճարի նրանց։ Հրապարակ թերթը գրում է. ինչպես տեսանք շաբաթ օրը ՔՊ էլիտան Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեց զատկական պատարագին, փորձելով ցույց տալ, թե իբր հավատացյալ է, իրենց կռիվը ոչ թե եկեղեցու հոգևոր արժեքների դեմ է, այլ առանձին հոգևորականների։ Մեր աղբյուրներն ասում են, եթե տարին չլիներ նախընտրական, ապա Փաշինյանը նախորդ տարիների նման այս տարի էլ կմերժեր զատկական պատարագը։ Այդ օրը նաև միջադեպ գրանցվեց, որը թեպետ աննկատ անցավ, բայց մեր տեղեկություններով իշխանության իրավապահ մարմինների միջոցով ողջ ռեսուրսը մոբիլիզացրել է հայտնաբերելու այն քաղաքացուն, որը գոռաց ամոթ տիրադավ Անուշավան Դանելյանին դիմելով, նա այն 10 եպիսկոպոսներից է, որն անցել է Փաշինյանի կողմը, ընդդեմ կաթողիկոսի։ Բանն այն է, որ ոչ լրատվամիջոցները, ոչ էլ Փաշինյանին լուսաբանող օպերատորները չեն ֆիքսել խիզախ քաղաքացու դեմքը, եւ հիմա մեր տեղեկություններով արդեն քանի օր է իրավապահները փորձում են տարբեր խմբագրություններից պարզել, նկարել են այդ համարձակ մարդուն եւ կտրամադրեն իրենց կադրերը, թե ոչ։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը նման միջադեպերի ականատեսն է լինում արդեն գրեթե բոլոր եկեղեցիներում, որտեղ ինքը հայտնվում է, այո, իրենք իշխանական ուժային միջոցներով այդ տիրադավներին պահում են եկեղեցիներում, ըստ էության օկուպացրել են եկեղեցիներին, ինչպես ադրբեջանցիները օկուպացրել են Ջերմուկի, Սյունիքի եւ Արցախի տարածքները, բայց չեն կարողանում, քանի որ նրանք օկուպանտ են եւ քանի որ հեղինակություն չունեն այդ տիրադավները եկեղեցիներում, չեն կարողանում իրավիճակը Նիկոլ Փաշինյանի համար ցանկալի ուղղությամբ տանել։ Հրապարակ օրաթերթը գրում է. վարչապետի աշխատակազմը կառավարական առանձնատների տնտեսություն պոակին այս տարի հատկացրել է 621 միլիոն 340 հազար 100 դրամ առանձնատների սպասարկման եւ կեցության ապահովման համար։ Գումարի մեջ ներառված է առանձնատների կահավորման, տեխնիկական վերազինման, տարածքների բարեկարգման եւ խնամքի ծախսերը։ Կառավարական առանձնատների տարածքը ներառում է 15000 քառակուսի մետր, ընդհանուր մակերես, շենքշինություններն էին այդքան, իսկ հողատարածքը 22 հեկտար եւ 290 քառակուսի մետր բնակ տարածքով քոթեջներ։ Կառավարական առանձնատներում կարող են բնակվել նախագահ, ազգային ժողովի նախագահ, վարչապետը իրենց ընտանիքներով, պաշտոնավարման ժամանակահատվածում այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, օրինակ Սահմանադրական դատարանի նախագահ, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը եւ վարչապետի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց ընտանիքներով։ Սա փաստորեն միայն այս տարվա այդ տարածքի վերանորոգման, կահավորման եւ պահպանման վրա մոտավորապես $2 միլիոն է ծախսվելու։ Նիկոլ Փաշինյանը սիրում է առատորեն
վերանորոգել, խոսքով շքեղություն շատ է սիրում այս մարդը, եւ եթե հիշում եք 2018-ին էլ երբ նոր էր եկել բերվել իշխանության, միայն իր առանձնատան վերանորոգման համար գրեթե $2 միլիոն գումար ծախսվեց։ Հրապարակ օրաթերթը գրում է. իշխող խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրված ազգային ժողովի արտահերթ նիստն իրականում բարերար Սամվել Կարապետյանի դեմ է, ավելի ճիշտ կռիվ նրա անվան հետ։ Բանն այն է, որ ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկն այն է, որ արգելեն կուսակցություններին, դաշինքներին օգտագործել անձնանուններ։ Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն։ Հիշեցնենք, որ ընտրություններին Սամվել Կարապետյանը ցանկանում է մասնակցել Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինք S անվան դաշինքով եւ ըստ էության այս ընտրական օրենսգրքի փոփոխությամբ կարգել են նման անվանում օգտագործել այդ դաշինքի համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. շաբաթ օրը քաղաքպայմանագրի համաժողովից եւ նախընտրական ցուցակի կազմավորումից հետո ԿՊ խմբակցության մի մասն անկումային տրամադրության մեջ եղել։ Գործող падգամավորների մեծ մասը ցուցակի հետին հորիզոնականներում է հանգրվանել եւ հույս չունեն, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո կհայտնվեն խորհրդարանում։ Այս տրամադրությունների մասին տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը ըստ մեր աղբյուրի վարչության անդամներին հորդորել է բացատրական աշխատանքներ տանել թիմակիցների հետ, հավաստիացնել, որ որևէ մեկն անգործ չի մնա, եթե ընտրություններին ընդառաջ վիզ դնեն ու հասնեն նրան, որ ԿՊ-ն կրկին իշխանություն վերցնի։ Հանձնարարել է նաև ակտիվացնել աշխատանքներն ընդդիմության դեմ պայքարում, որևէ ռեպլիկ, որևէ հայտարարություն անպատասխան չթողնել, ավելին նախահարցակ լինել, ասել, որ ինքն է անձամբ հետևելու բոլորի պահվածքին, պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն։ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ իր թիմում էլ տեղյակ են իրենց իրական վարկանիշի մասին, գիտեն, որ առանց ապօրինությունների, առանց կոպիտ խախտումների հնարավոր չէ իշխանության վերարտադրություն, մի կողմից դա ռիսկային ճանապարհ է, որին ենթադրաբար գնալու է Նիկոլ Փաշինյանը, ռիսկային ճանապարհ է, մյուս կողմից եթե չգնա, ապա երաշխավորված այս մարդիկ ուղղակի դուրս են մնալու խորհրդարանից, քաղաքացիական պայմանագիրը լավագույն դեպքում ընդդիմադիր ֆրակցիա կարող է ունենալ ազգային ժողովում, բայց իրենց այս ընթացքում արածներից հետո ուղղակի լինել ընդդիմադիր ֆրակցիայի падգամավոր այդքան էլ հարմար չի, օրինակ պատկերացրեք Ալեն Սիմոնյանին որպես ընդդիմադիր падգամավոր առանց թիկնապահների քաղաքում շրջելիս։ Պատկերացրեցիք, չեք կարող պատկերացնել, ուրեմն Ալեն Սիմոնյանն էլ չի կարող պատկերացնել, մնացածներն էլ չեն կարողանում պատկերացնել, բայց ելքը կա, ելքը այն է, որ այդ մարդիկ գոնե չմասնակցեն Նիկոլ Փաշինյանի կողմից այս ընթացքում արվող ապօրինություններին։ Մեկ այլ խորհուրդ, որ կարող եմ իրենց տալ, արխիվացնեն բոլոր այն հրահանգները, որ այս ընթացքում իրենք ստացել են ուղիղ Նիկոլ Փաշինյանից որևէ ապօրինության գնալ։ Արխիվացնեն, պահպանեն բոլոր այն սպառնալիքները, որ ստացել են Նիկոլ Փաշինյանից կամ իշխանության վերնախավից, որի դրդմամբ գնացել են որևէ ապօրինության, եւ դա կարծում եմ առաջիկայում քննության ժամանակ իրենց համար օգտակար կլինի։ Այսօր այսքանն ենք նախատեսել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48